Հոգևորները եւ աղանդավորական կազմակերպությունները գործածում են հատուկ զենք, որի միջոցով իրականացնում են մարդկանց ուղեղները լվանալու իրենց մեթոդը։ Ակուստիկ ձայնային զենք, որը համապատասխան հաճախականության տակ մարդու ուղեղը եւ օրգանիզմը կարող վնասը տա։ Ալեքսանդր Ամարյանը համոզված է, որ զենքը գործնականում կիրառվել է Վրաստանում Վարդերի հեղափոխության ժամանակ եւ չբացառեց, որ օգտագործել են նաեւ Հայաստանում։ Եվ Նաիրի Հունանյանը եւ Մարտի Մեկյան դեպքերը երրորդ ուժը օգտագործեց, իրար մեջ կռվը գնաց։ Ալեքսանդր Ամարյանի խոսքով այս զենքը այսօր կիրառում են նաև աղանդավորական կազմակերպությունների պարագլուխները։ Մասնագետների այդ թվում իր ահազանգերին Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում։ Հայաստանի իշխանությունը դրան նայում է որպես ֆանտաստիկ ինչ-որ մի երևույթ։ Լուրջ ընդունվելու դեպքում Հայաստանում կփոխվի եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքը եւ համապատասխան օրենքներ կմտցնեին։ Ոչ պաշտոնական տվյալներով այսօր Հայաստանում կա Եհովայի 10-ից 11 հազար վկա։ Այս թիվը կազմակերպության տարեկան ժողովի ժամանակ հասնում է 20-ից 22 հազարի։ Աղանդները ծաղկում են հատկապես մարզերում եւ արդեն արձանագրվել են դեպքեր, երբ ամբողջ գյուղեր են դարձել կրոնական այս կամ այն կազմակերպությունների անդամներ։ Հայաստանում գործում են գրանցված 64 կառույց, 14 ճյուղ տարբեր աղանդավորական եւ մոտ 100-ից ավել չգրանցված։ Քանակությամբ բողոքականները ավելի շատ են։ Հոգեբանները գտնում են, որ աղանդավորների հիմնական թիրախը հասարակության խոցելի շերտն է, անկայուն ոչ ինքնավստահ մեկուսացված մարդիկ։ Եթե դուք չգնաք, չընդգրկվեք եւ չունենաք ձեր ինքնուրույնության կորիզը, այսպես ասած, կարող եք ենթարկվել ցանկացած ազդեցության։ Իդեպ կրոնական հողի վրա առաջին մահվան դեպքը Հայաստանում արձանագրվել է 2004 թվականին, հետագայում դրանց թիվը տարեկան ավելացել է 2-ից 3-ով։ Այդ դեպքերը սակայն որակվել են հոգեկան շեղվածությամբ իրականացված կենցաղային սպանություններ։ Գայանե Հակոբյան, Հասմիկ Ֆարոյան, IPF։